Ողջույն, նախ սկսեմ քաղաքական նորություններից, այնուհետև կխոսեմ այն մասին, թե որ տիպի ընտրողներն են այսօր ամենաշատը Հայաստանում։ Այսօր երկու ուժ ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթեր ընտրություններին մասնակցելու համար, քաղաքացիական պայմանագիրը եւ միասնության թևերը։ Այսօր պարզ դարձավ, որ Գոհար Ղումաշյանի եւ Վերժնե Ստեփանյանի խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունը, ինչը ողջունելի է։ Սակայն ԿՊԱ-ականները երեկվանից սկսած միմյանց հերթ չտալով գրում էին այն մասին, որ ինչպես կարելի է, եթե մարդը հանցանք է կատարել, ինչ կապ ունի, նա նորածին երեխա ունի, ինչ ունի, չպիտի արդյոք մենք նրան հետապնդենք, կալանավորենք, ձերբակալենք։ Հերթական անգամ հիշեցնում եմ ԿՊԱ-ականներին, որ խոսքը այստեղ բացարձակ չի վերաբերում հանցանք կատարելուն կամ չկատարելուն։ Դուք խախտում եք անմեղության կանխավարկածը, ինչը անում եք ամեն օր, բազմաթիվ անգամներ։ Երբ մարդուն առաջադրվում է մեղադրանք, նախաքննության եւ դատաքննության փուլում մինչեւ մեղադրական դատավճռի կայացումը որևէ մեկը նախ իրավունք չունի պնդել կամ ասել, որ տվյալ անձը հանցագործություն է կատարել, եւ երկրորդ, նույնիսկ եթե կա մեղադրական դատավճիռ, ապա անձը կարող է մեղմացուցիչ հանգամանքներով պայմանավորված պատիժը ոչ թե կալանք կրել, այլ պատժի միջոց։ Հետևաբար այստեղ խոսքը ամենևին չի գնում այն մասին, որ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա նրան չպատժենք։ Խոսքը ընդհանրապես գնում է մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելու մասին։ Այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հիշեցնեմ, որ պաշտպանական կողմը միջնորդել էր նրա խափանման միջոցը փոխելու համար, իսկ մեղադրական կողմը ցանկանում է եւս 3 ամսով երկարացնել տնային կալանքը։ Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Սամվել Կարապետյանը ընտրություններում իրենց հաղթելու շանսերը, Կարապետյանը պատասխանեց, որ մի քանի օրից կպատասխանի։ Իդեպ անդրադառնամ նաեւ այն չավկերտավոր ապացույցին, որը հրապարակել էր Ուժեղ Հայաստանի թիմը այն մասին, թե Սամվել Կարապետյանի ուղերձը արհեստական բանականության միջոցով չի եղել ստեղծված, այլ ռեալ նկարահանում է եղել, ապա նշեմ, որ նույնիսկ արհեստական բանականությամբ գեներացվելու դեպքում պարտադիր պայման է, որ պետք է լինի ռեալ նկարահանում, ինչը անհրաժեշտ է, որպեսզի արհեստական բանականությունը կարողանա մարդու միմիկաները, շարժուձևը եւ այլ մանրամասներ կարդալ, այսպես ասած, եւ այնուհետեւ գեներացնել կոնտենտը։ Մեկ խորհուրդ եւս Ուժեղ Հայաստանի թիմին, ձեր AI նախկին մասնագետները շատ ավելի լավ էին աշխատում AI գործիքների հետ, քան նորերը, կարծում եմ փոխել եք։ Ուժեղ Հայաստանից ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը այսօր հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, կարդում եմ. Մեր երկիրը փոքր երկիր է եւ յուրաքանչյուր կարող ուժ, կարող մարդ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի ձևով համագործակցել է ինչ-որ իշխանության հետ։ Նա նաև հավելեց. եթե դուք տեսնեք մեր ցուցակում կան նաև ժամանակին ԿՊ-ին վստահած եւ դուրս եկած մարդիկ, այսինքն սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է, այսինքն անկախ նրանից, որ իշխանության հետ է անձը աշխատել, եթե մաքուր է, եթե չունի պրոբլեմ, չունի խնդիր, միանշանակ կարող է լինել մեր թիմում, Ուժեղ Հայաստան կառուցելու գործում։ Այդ դեպքերում, որ խոսում են, ընդամենը պետք է հարցնել, ինչ ունեք այդ մարդկանց հետ։ Այո, ժամանակին եղել է այնտեղ, այսօր այստեղ է, որն է խնդիրը։ Պայքարող տեսակ է, թող բերեն առարկայական ներկայացնեն, որ Ուժեղ Հայաստանի թիմում կա մարդ, որը յուրացում է արել, որը պետական դավաճանություն է գործել իրենց պես, ասաց պարոն Ղազենյանը։ Հիմա հասկանանք, թե որն է խնդիրը։ 2018 թվականին, երբ մարդիկ դուրս եկան փողոց, հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի գալով կվերականգնի սոցիալական արդարությունը եւ հավասարությունը։ Մարդիկ դուրս են եկել փողոց, քանի որ այլևս հոգնել էին այն վիճակից, որ քաղաքական գործիչները քաղաքականությամբ զբաղվում են առաջին հերթին իրենց բարեկեցությունը ապահովելու համար։ Այդ ժամանակ էլ շատ մարդիկ կային, ովքեր հանրապետական կուսակցությունից շատ հարմար տեղավորվեցին ԿՊ-ում եւ ինտեգրվեցին այդ թիմ։ ԿՊ շարքեր շտապեցին Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, ովքեր հետո դուրս եկան Թագուհի Թովմասյանը պատիվ ունեն դաշինքից դարձավ պատգամավոր, Աննա Գրիգորյանն էլ շարունակեց իր քաղաքական կարիերան Հայաստան դաշինքում։ Առաջին հայացքից կարող է ստեղծվել տպավորություն, որ դե մարդիկ մտան, դուրները չեկավ, ինչ որ մի բան, դուրս եկան, ուրիշ տեղ գնացին,
բայց սա կարող է տեղի ունենալ սովորական քաղաքացիների կյանքում, այլ ոչ թե քաղաքական գործիչների, ովքեր իրենց ռեսուրսը, ամեն ինչ ներդրել էին ՔՊ-ին իշխանության բերելու եւ պահելու համար եւ ինչ որ մի պահից փաստացի պատասխանատվությունից խուսափեցին եւ գնացին այլ տեղ, իրենց անձնական ամբիցիաներից ելնելով եւ իրենց սեփական, ինչու՞ չէ նաեւ բարեկեցությունը ապահովելու նպատակով։ Ի տարբերություն մասնավոր սեկտորի, որտեղ մարդը ընդունվում է աշխատանքի ինչ-որ կազմակերպություն եւ եթե որևէ բան իրեն դուրս չի գալիս, կարող է դուրս գալ աշխատանքից եւ գնալ մեկ այլ կազմակերպություն աշխատելու, քաղաքականության մեջ իրավիճակը բոլորովին այլ է։ Երբ մարդը որևէ կուսակցության անդամ է դառնում, ապա դառնում է նաեւ այդ կուսակցության գաղափարախոսության կրողը, արժեքների կրողը եւ նաեւ կրում է պատասխանատվություն այդ կուսակցության գործողությունների համար։ Տարբեր թիմերից մարդկանց հավաքելով մի վայրում հնարավոր չէ ստեղծել ուժեղ միավորում։ Օրինակ, ինչի շուրջ կարող են համախմբվել Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմակիցները բացի սեփական բարեկեցությունը։ Նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գաղափարախոսություն ունի Ուժեղ Հայաստան կուսակցությունը՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, ինչ գաղափարախոսության կրող է։ 2018 թվականին մարդիկ արդեն մեկ անգամ միավորվեցին ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ հիմա նույն սխալը նրանք չեն կրկնի։ Նրանց պետք է գաղափար, որի շուրջ կհամախմբվեն, ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ համախմբվեն հանուն ինչի, եւ այդ հանունը պետք է հիմնավորված լինի, այլ չլինի միայն կենացների եւ խոստումների մակարդակում։ Ոնց կարող է մարդը, ով 3 եռանդուն կերպով գովերքում էր Ռոբերտ Քոչարյանին, այսօր գովերքի Սամվել Կարապետյանին եւ գուցե ընտրություններից հետո էլ գնա ու սկսի գովերքել Նիկոլ Փաշինյանին։ Նույն հաջողությամբ ինչ որ մի օր կարող է որևէ կարկառուն ՔՊԱ-ական, օրինակ Ալեն Սիմոնյանը կամ Անդրանիկ Քոչարյանը դուրս գալ ՔՊ-ից եւ գալ ձեզ մոտ։ Դուք կընդունեք։ Այս դեպքում հարց է առաջանում, եթե դուք խնդիր չունեք ՔՊԱ-ականների հետ, ո՞րն է ձեր գաղափարախոսությունը։ Ինչի պետք է մարդիկ վստահեն եւ հավատան ձեզ։ Հիմա այն մասին, թե ինչն է այսօր ամենաշատը ազդում ՀՀ ընտրողների վրա։ Մարդիկ հիմնականում ընտրություն են կատարում ոչ թե ռացիոնալության սկզբունքով, այլ հենվում են էմոցիաների վրա։ Կա 3 կարևոր գործոն՝ վախի գործոնը, հույսի գործոնը եւ հոգնածության գործոնը։ Տարբեր հարցումներից երևում է, որ այսօր հայ հասարակության մոտ գերակշռում է հոգնածության գործոնը, սակայն կարևոր տեղ է զբաղեցնում նաեւ վախի գործոնը։ Հայ հասարակությունը տարիներ շարունակ ապրել է փոթորիկների մեջ եւ նա չի ցանկանում նորից ընտրություն կատարել ռիսկային տարբերակը։ Հենց սա վախի գործոնն է, որը շատ հաջող կերպով օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, խոստանալով թեկուզ փխրուն, բայց խաղաղություն։ Մինչդեռ Ուժեղ Հայաստանը խոստանում է փոփոխություն, ինչը կարող է վախ առաջացնել այս խմբի մարդկանց մոտ։ Նրանք չգիտեն ինչ է իրենից ենթադրում այդ փոփոխությունը եւ երբ նրանք դա համեմատում են Նիկոլ Փաշինյանի առաջարկած թեկուզ փխրուն խաղաղության հետ, ապա գերադասում են այդ վատ խաղաղությունը, այլ ոչ թե փոփոխությունը։ Սա հենց վախի գործոնն է։ Սակայն վախը միակ գործոնը չէ, շատ մեծ նշանակություն ունի նաև հոգնածության գործոնը։ Իդեպ հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակության մոտ գերակշռում է հենց այս գործոնը։ Երբ մարդիկ հիասթափվել են ոչ միայն քաղաքական նորություններից, ոչ միայն քաղաքական իրադարձություններից, այլ առհասարակ քաղաքականությունից, չեն վստահում որևէ ուժի եւ չեն ցանկանում այլևս հետաքրքրվել քաղաքական գործընթացներով։ Սա այն իրավիճակն է, երբ մարդը չի վստահում իշխանությանը, չի վստահում ընդդիմությանը եւ հավատում է, որ իր ձայնը ոչինչ չի որոշելու, ինքը ոչինչ չի կարող փոխել։ Իդեպ այս ընտրողները գերակշռող մասն են կազմում եւ հենց նրա վրա պետք է ընտրություններին մասնակցող ուժերը շեշտադրում կատարեն։ Վախով առաջնորդվող ընտրողը կգնա ընտրությունների, հույս ունեցող ընտրողը նույնպես կգնա ընտրությունների առավել եւս, սակայն քաղաքականությունից հոգնած ընտրողը չի գնա ընտրությունների եւ հենց սրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք ընտրություններին այդքան ցածր մասնակցություն։ Հաշվի առնելով վերոնշյալը, ընտրություններին մասնակցող ուժերը պետք է աշխատեն այս 3 խմբի ընտրողների հետ։ Առաջին խմբի ընտրողների հետ, ովքեր գնալու են ընտրություններին պայմանավորված վախով, հաջող կերպով աշխատում է Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ խմբի ընտրողների հետ, ովքեր հույսից ելնելով են գնալու ընտրության, աշխատում է Ուժեղ Հայաստանը։ Իսկ այ ամենամեծ խմբի այն մարդկանց, ովքեր հոգնել են քաղաքականությունից, այս խմբի ընտրողների հետ այս պահի դրությամբ որևէ ընդդիմադիր ուժ չի
աշխատում, ինչը նաև հասկանալի է, քանի որ այս ընտրողները, չնայած որ ամենամեծ խումբն են կազմում, ամենադժվարն են, նրանք չեն հավատում, չեն վստահում, շատ դեպքերում նաև չեն ցանկանում լսել։ Քաղաքականությունից հոգնած ընտրողները ունենալու են վարքագծի երկու տեսակ, կամ նրանք դեմ են լինելու բոլոր ուժերին, կամ վերջին պահին ընտրելու են այն ուժին, որը կկարողանա համոզել իրենց, որ անկեղծ է։ Հետևենք իրադարձություններին և փորձենք տեսնել, թե ընդդիմադիր ուժերից ով կկարողանա ընտրողների ամենամեծ խումբը կազմող այս մարդկանց վստահությունը շահել և ստիպել, համոզել, որևէ կերպ ցույց տալ իր անկեղծությունը և այս մարդկանց մոտ առաջացնել հույս, որպեսզի նրանք գնան ընտրություններին։